Ողջույն բարեկամներ, ես հաղորդման սկզբից ուզում եմ մի քանի նորություն տեղեկություն հայտնել Վախթանգ Ղուկասյանի դատի վերաբերյալ եւ այսպեսով տեղ ունեցավ այն, ինչ որ ես կանխատեսում էի եւ մոտավորապես այդ կարծիքին եմ եղել հենց մարտից, հենց առաջի դատական նիստից հետո, որ այս գործը կարծես թե գլուխ չի գալիս ու գլուխ չի գա, քանի դեռ գործը ղեկավարում են այն փաստաբանները, որոնք ի սկզբանե ներգրաված են եղել պրոցեսի մեջ։ Պլյուս դրան, հիմա ինչ որ կասեմ, թող ոչ մեկ անձնական չեմ թունի, որովհետև ես անուններ չգիտեմ, հետևաբար անուններ չեմ կարող տալ։ Ես գրեթե ամեն օր ստանում եմ դեզնից նամակներ, ես ինչ նորություններ ունեմ, ինչ նորություն չունեմ Վախթանգ Ղուկասյանին եւ ինչու ես իրան չեմ անդրադառնում ամեն օր։ Մի քանի պատճառ կա։ Նախ, որ ես միշտ ասել եմ, որ ես փոխանցեմ բոլոր այն ինֆորմացիան, որոնք կլսեմ բացառապես Վախթանգ Ղուկասյանից։ Երկրորդն էլ ձեզ ուզում եմ էլի մի բանի մասին տեղեկացնել, որ այն ընթացքը, որ հիմա ստանում է գործը, ինձ բերում եմ այն մտքին, որ ես չի ուզում ձեզ հետ կիսեի, որպեսզի ավելորդ սպեկուլյացիա առիթ չդառնար, ինչ որ մի չերևացող ձեռք նեյտրալիզացնում եւ արանքից հանում բոլոր այն մարդկանց, ովքեր կարող են այս ընթացքում լավ իմաստով ազդեցություն ունենալ գործի ընթացքի վրա։ Սա ես նկատել եմ դեռ մեկ ամիս առաջ, այսօր ես ուղղակի դա կարող եմ որպես փաստ ներկայացնել ձեզ։ Էլի սա մասի ես չէի ասում, որպեսզի սպեկուլյացիայի առիթ չլիներ։ Եվ այսպես երկու հանգամանք, որ այս գործը գլուխ չի գալու այս նույն դատապաշտպանների ձեռքով, պատկերացնում եք դատին չեն ներկայացել։ Խաբելով թե իրենք ուրիշ տեղ դատավարություն ունեն, գործը կնեք թե հիվանդ են, թե քաղաքում չեն, մինչդեռ դատավորը տեսել է, որ իրենք հենց նույն ժամին այդ տեղում դատական պրոցեսի մեջ են։ Երկրորդը, որ այն մարդիկ, որոնք կարող են ազդեցություն ունենալ այս գործի ընթացքում մեկուսացվել են տարբեր եղանակով։ Եղանակները ընտրվել են հիմնականում բոլոր այն անթույլատրելի, չնայած երևի իրանց համար այս մարդկանց համար սահմաններ չկա թույլատրության վերաբերյալ, բայց ես պետք է ասեմ, որ այս ամբողջ գործը գտնվում է որոշակի հետաքրքրված հասկանալի արդեն մարդկանց ուշադրության կենտրոնում եւ իրանց ներդրած մարդկանց ձեռքով։ Տեսեք, ես ամենայն պատասխանատվությամբ եմ սա ասում, ես անուն չեմ տալի, որ ոչ մեկ տեղի չթռվռա վերև, բայց չէ որ ես էլ եմ մասնակցի այդ ամեն ինչի մեջ եղել, ասենք ինֆորմացիոն առումով, երբեմն ես Վախթանգ Ղուկասյանի կարծիքներն ու տեսակետներն եմ հայտնել եւ ի տարբերություն ինձ մնացածի նման ես շատ չեմ տուժել, որովհետեւ իմ քաղաքական երևի փորձը մի քիչ էլ հոտառություն է, ինձ հուշել է, որ ինչ հանգիստ կողքից նայեք, այս ինչա կատարվում, բայց ես էլ մասնակի ընկել եմ, փորձել են ինձ էլ հասնել դրանով, դա ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, այո, կան մարդիկ, որոնք փորձեցին երևի հաջողությանն էլ ամեն դեպքում արդեն ոնց որ թե հասել են, նեյտրալիզացնել բոլոր մարդկանց, որոնք կարող էին իրենց առողջ միջամտությամբ Վախթանգ Ղուկասյանի շուտ անել բանտից։ Ես ինչ եմ ասում շուտ, որովհետև ինձ թվում է, որ այս գործը կգնա, թող ոչ մեկ հիմա ցնցումների մեջ չեն գնի, այս գործը կարող է գնա մինչև նույնիսկ 26 թվական։ Ասեմ ինչու։ Ես մի ընկեր ունեմ գործընկեր, ուրեմն 3 տարի առաջ ամուսնալուծման պրոցես սկսեց։ 3 տարի տևեց իր պրոցեսը։ Պարզ ամուսնալուծություն էր։ Եվ այդ 3 տարվա մեջ ինքը ասաց, ես ծախսել եմ $1.5 միլիոն։ Դու հիմա պատկերացրեք ինչ անցնելու այս դատական պրոցեսը, ինչ են ներկայացնել, ինչ թեմ են ներկայացնել այս փաստաբանները։ Ես չգիտեմ իրանց հետ ով է կապ հաստատել, ես չգիտեմ ով է իրանց հետ հանդիպում այս պայմանագիր կապ է եւ այլն։ Տեսեք, ես որքան որ անուններ չգիտեմ ովքեր են հետևում, իմ համար հեշտ է խոսալ, ես ասում եմ մեծ պատկերի մեջ այն ինչ որ ես տեսնում եմ։ Վերջում լինելու է մի կլորիկ գումար, անպայման։ Սա չի լինելու վաղը, չի լինելու մյուս օրը, սա հաջորդ նիստը նշանակված է 1 ամիս հետո։ Նշանակում է ամեն ցես 1 ամիս հետ ձգելով, ինչպես կարողացան
նեյտրալիզացնել քաղաքային ընտրություններից, ես չեմ բացառի երբեք, որ այս process-ը կարող է գնալ մինչև 26 թվական։ Այսինքն ոչ մի երաշխիք ես չեմ տեսնում process, որ տվյալ փաստաբանական խումբը ինքը պրոֆեսիոնալ է, ինքը հետաքրքրված է, եւ պատրաստված ամենակարևորը։ Ես առաջին տպավորությունը ինչ ունեցել եմ այս առաջին նիստից հետո, ես ասել եմ սա, հետո երկար ժամանակ լռել եմ, թողել եմ իրենք ցուցաբան անեն, ինքնադրսևորվեն։ Հիմա կրկնում եմ դա, կրկնում եմ, որ մարդիկ են խառնված, որոնք աշխատում են նույնիսկ նեյտրալիզացնել մարդկանց, ովքեր տեսնում են այդ խնդիրները, կարող է ու աշխատել են իրենց միջամտություններով ընթացքը փոխել, դրանք նույնպես լիկվիդացրել են տարբեր ճանապարհներով, որ ինձ հարցնեք որն է լուծումը, ես չգիտեմ, որովհետև ես չգիտեմ ովքեր են գործի գլխին կանգնած, դաման եմ ազատ խոսում, էլի, ես չգիտեմ ինչ մտածություններ ունեն, բայց որ ընդհանուր պատկերի մեջ ես երեք չեմ ծնվել, ընդհանուր պատկերի մեջ ես տեսնում ինչ է կատարվում։ Մեկ օրինակ ուղղակի է ձեզ ասեմ, որպեսզի այդ ակտիվ միջամտողների մեջ հանկարծ ես չլինեմ, բնականաբար ես չէի լինելու, որտեղ ընդամենը ինֆորմացիոն բանն եմ ապահովում, եթե անհրաժեշտությունը կա։ Նույնիսկ իմ նկատմամբ այդ փորձ արվել, ներկայացնել, որ ես Վարդան Ղուկասյանի անվան վրա փող եմ աշխատում, փող եմ հավաքում, նույնիսկ արդեն ինչ-որ անշարժ գույքեր ունեմ գնաց Երևանում եւ այլն։ Ուզում եմ հասկանաք, որ եթե կարող էր դրանց մտքով անցնել իմ նկատմամբ այդպիսի բաներ մոգոնել, ես պատկերացնում արդեն ինչ կարող լինի այն մարդկանց նկատմամբ, որոնք իրենց համար ավելի հասանելի են եւ ինչի դա պետքա արվի, ինչի է դա արվի, մեկուսացնելու համար։ Սա ես իմ տպավորություններն եմ ասում, հիմնված այն ընթացքի, որը ես արդեն 2 ամիս կա, փետրվար, չէ, մարտ, ապրիլ։ Արդեն, էլ ապրիլի 24-ին եղավ 2 ամիս։ Այսօր էլ բանը արդեն ծնունդներ, 3 ապրիլի 25-ին, թող շնորհավոր լինի։ Այո, արդեն 2 ամիս է։ Ես այդ process-ն եմ տեսնում, դրա համար ես ձեր հետ մաքսիմալ բաց խոսում եմ այդ մասին։ Ինչ անել, ինչ չանել, ես դա որոշողը չեմ, որովհետև ես զրո ազդեցություն ունեմ այդ process-ների վրա։ Այնտեղ կան մարդիկ, հարազատ երևի, առնվազն մայրը կան դեռ, թողնի որոշումները կայացնի, Վարդանը կարող է որոշումներ կայացնի իր ունեցած ինֆորմացիայի վրա, որովհետև այն ինֆորմացիան, որ կարող է հասնի բանտ կներեք էլի, շատ տարբեր կարա լինի, շատ խայտաբղի տարբեր կարա լինի, որովհետև չէ որ ես եմ ստանում ինֆորմացիա այնպիսի հոսք եմ ստանում, ինֆորմացիայի չի ավելի շիտ բամբասանքների այնպիսի հոսք եմ ստանում, եթե ես հանկարծ գայթակղվեի, դեկուս մեկ փոքր ու տնվեի հոսքին, շատ վատ կլիներ այդ ամեն ինչը, բայց նույնպես եմ ասում, քաղաքական երևի փորձներ մի քիչ չգիտեմ, ես դրան ասում եմ փորձ, կենսափորձ, որ ես ուղղակի չմտա այդ ամեն ինչի մեջ։ Իսկ երկրորդ հարցը, որ ուզում եմ անդրադառնամ, քանի որ ես երեք անդրադարձել էի Էստոնիայի, մասնավորապես Տալինի հայ համայնքին եւ դա սպասվող Նիկոլ Փաշինյանի այցին, այսօր էլի բազմաթիվ նամակներ ստացա, տարբեր տեղերից, տարբեր ու շատ տարբեր ընդհուպ միջև եկեղեցին չի մերժե, եկեղեցին է կազմակերպում այդ Փիրուզա անով կինը, ինքը եկեղեցու խորհրդի անդամ է, դրա համար զբաղված դրանով, որ եկեղեցին չէ դա դեսպանատունն է անում, մի խոսքով, չէ, դեսպանատունը չի, համայնքն է անում, այս այնքան տարբեր բաներ եմ ստացել, որ քանի որ ես էլի այնտեղ չեմ կոնկրետ ինֆորմացիա չեմ կարա ճշտեմ, որ մասնա ճիշտ, ուղղակի ասեմ, էական չի ով անում։ Էական չի, որ կազմակերպությունն է դրա գլխին կանգնած։ Էականը մի բան, որ այդ սերիական մարդասպանը իրավունք չունի, ուղղակի հայ համայնքի հետ որևէ տեղ հանդիպում ունենա։ Այսինքն ես չեմ պատկերացնում մի հայ մարդ, եթե իհարկե նա բարոյական հայ մարդ է, որ ճիվաղի ձեռքը սեղմի, գնա իր հետ հանդիպման։ Այդ չեմ ասում դրա համար աշխատի զանգի մարդկանց, այլ դրանք էլ իրենց խաթր գնան։ Ես, տեսեք, ես երեք շատ կարճ անդրադարձա թե ինչ բիզնես շահերա հետապնդում, ես որ իմացա ինչ բիզնեսի մասին է, նույնիսկ ծիծաղս եկավ, ինչ որ սրճարան, թեկուզ փոքր ինչ որ խմորներ արտադրող
Ես ամբողջ ունեմ մոտս, բրենդի անունից սկսած մինչև նկարներ, մինչև սերտիֆիկատ, ամեն ինչ ունեմ։ Ես բոլորն ուղարկել եմ, բայց ես Վարդան Ղուկասյան չեմ բանանում, էլի, այստեղ խաղում որ ներկայացնել, աստեր։ Դա չի իմ խնդիրը։ Ոչ մեկին բիզնեսին խփելը չի, ոչ մեկին վիրավորելը չի, ընդհանրապես իմ խնդիրը հետևյալն է՝ մի արեք։ Մի արեք տիկնակ եւ պարունակ, մի արեք, նա հայ ժողովրդի դահիճն է։ Խոսքս, կոչս ընդհանրապես էտա։ Մի արեք։ Ես չեմ ուզում ոչ մեկի, չգիտեմ, անձնական բաներից խոսամ, դա իմ գործը չի։ Բայց այն ինչ որ դուք անում եք, դա ինձ անձնական է, իմ ազգին է վերաբերվում, իմ ցեղասպանված ազգին է վերաբերվում, իմ նվաստացված ազգին է վերաբերվում, հետեւաբար ինձ է վերաբերվում, բայց մի արեք մի բան, որի պատճառով դուք կարող եք փոշմանել, հա, եթե դուք նեղում եք, որ ձեր անունը հնչում է, մի արեք ուղղակի։ Մի արեք, որ ստիպված չլինեն ուրիշ փաստեր ներկայացնել։ Իսկ շատերն էլ գրեցին, որ իրանք ուշադիր հետևելու են, տեսնեն այդ ովքեր են այդ բանը, հա, իրենց բառերով ասում են, դավաճան ազգուրացները, որ գնալու են դրա հետ հանդիպման։ Մարդիկ էլ կան դրան են սպասում։ Ես ուզում եմ ձեզ տեղյակ պահեմ նաև, որ ինչքան կան կողմնակիցներ հանդիպման, հա, սողոս կողմներ, նեյտրալներ, բան այնքան են կան վճռական մարդիկ, որոնք սպասում են, ասում են, հələ տեսնենք ով է գլխից ձեռքաշի գնա հանդիպման։ Սա էս առումով Չիվաղի բանը հանդիպման։ Մի խոսքով Ադրբեջան ամենայն լրջությամբ պահանջում է դատապարտել Ֆրանսիայի եւ Հայաստանի ղեկավարներին ադրբեջանական դրոշի այրումը։ Պահանջում է քրեական գործեր ստեղծել, հա, ու ճանաչել այդ ամեն ինչը որպես հանցագործություն։ Ոչ միայն Հայաստանում, այլև Ֆրանսիայում, որտեղ չէ՞ որ նույն բանը եղել է նաև Ֆրանսիայում։ Ասեմ ավելի նույն բանը եղել է նաև Կանադայում, նույն բանը եղել է նաև Հունաստանում։ Այսօր ես այնքան վիզիոներ եմ ստացել, թե որ համայնքներում ինչեր է եղել։ Ես ուղղակի այդ ամբողջը չեմ կարող ցույց տալ, մեր ամբողջ ժամանակը հաղորդման կգնա դրա վրա։ Բայց ո՞նց եմ ասում։ Դա չի իմ նպատակը, ասեմ, այս համայնքերն շատ լավ այդ ամեն ինչը կա, բայց թուրքերը ուզում են պատժեն Ֆրանսիայում եւ Հայաստանում։ Ֆրանսիան որպես իրենց թշնամի, Հայաստանը էլի որպես իրենց թշնամի, բայց Ֆրանսիայի ղեկավարը իրենց կամակատարն է։ Մենք էլ ակտիվ սպասում ենք, թե երբ բացի դատապարտելուց Նիկոլ Փաշինյանը դատապարտեց այս ջրոշի այժմները իր հետ նաև մնացած բաները, մետաստազները ԿՊ-ական, ես ուղղակի սպասում եմ, թե երբ դա օրենքի մակարդակով ինչ որ մի բան մոգոնելու, որ հայ երիչերիները հայկական համազգեստով, հայ ժողովրդի փողերով սնվող, ապրող գնան ու թուրքերի դրոշ այրած մարդկանց ինչ որ օրենքի անվան տակ վերման ենթարկեն։ Տեսեք, ես ոչ մի բան չեմ բացառում։ Ես ուղղակի սպասում եմ։ Ես սպասում եմ ու տեսնենք ոնց կլինի։ Հարգելի երիչերիներ, այսինքն ոչ հարգելի ոստիկաններ եւ ցանկացած համազգեստով մարդիկ, դրանց ընտանիքի անդամներ, դուք պատկերացնում եք ինչ կկատարվի ձեր հետ։ Եթե ձեր ընտանիքի անդամները հանկարծ Նիկոլի հրամանով կամ չգիտեմ հորդորով հանկարծ սկսեն հետապնդել են մարդկանց, որոնք այրել են թուրքական դրոշներ։ Սա Ալիևն է քայլում Արցախի դրոշի վրայով։ Սա թուրքերն են պարում են հայկական դրոշի վրա, հա, այրում են հայկական դրոշը։ Սա ես փաստեր եմ ցույց տալի, որ հանկարծ չլինի մի ենիչերի ընտանիքի անդամ, որ ասի, «Օ, չի կարելի դա բարոյական չի, բան, այդ բառերը կարող եք փաթեթավորել դնել հեռու մի անկյունում»։ Հա, սա փաստեր են։ Մի արեք ձեր ամուսիններին, ընկերներին, չգիտեմ, հայրա, մայրա, ովքեր են, հա, այդ համազգեստավորները, ասեք տեղից այս ամբողջ արյունը ձեր ձեռքերի վրա է։ Տեղից դուք այս ամեն ինչի մեջ համահանցակից եք, ասա եղբայր, մեր ընտանիքով, բանով, անեծքի տակ ենք, սերնդեսերում։ Ավելի մի խորացեք ձեր երաճակը։ Ես չեմ բացառում, նույնց եմ ասում, որ դա լինի։ Որովհետև այն ինչ որ հիմա է կատարվում, եթե մեկին նկարագրենք 5 տարի առաջ, 4 տարի առաջ, ասենք, սս բան լինելու, կասեն, իջես սս բան ոնց հնարավոր է լինի։ Ոնց հնարավոր է հայ ոստիկանը, հայ մարդուն ծեծի, ջարդի, ասի քո տնից էլի, այս տունը տալիս են թուրքին։ Ոնց հնարավոր է, տեսանք որ հնարավոր է, չէ՞։ Ոնց հնարավոր է մարդ իր սեփական բաները, սահմանները փակի, որ սովամահ լինի, հետո ասի սովից փրկվել է, պետք է փախնենք այդտեղից։
Այդ է տեսան, չէ՞։ Հետո գա Հայաստան, այդ ամբողջ Արցախյան ղեկավարությունը ու սկսին ուրիշ բաներից խոսել։ Այսինքն, այն ինչ որ մենք տեսել ենք, թույլատալի ենթադրելու, որ ոչինչ չի բացառվում։ Բայց բոլորս հասկանում ենք, չէ՞, որ ցանկացած գործողություն ունենում է հետևանքներ, ու հետևանքները շատ ժամանակ չի լինում այնքան կանխատեսելի, ինչքան իրանք որոշում են։ Որտեղ Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանը չէին կանխատեսել, որ իրանք հայտնվելու են ադրբեջանական բանտում։ Եվ այսօր ճանաչում ենք ԼՂ-ի 120,000 հայերի դիմակայությունը, որոնք 2023 թվականի բռնի տեղանվեցին իրենց հողերից։ Կանադայի արտգործ նախարարն ասում սա, տեսեք։ Կանադան ու մենք ու Հայաստանում կոչ են անում մոռանալ, ընդ որում կոչ են անում ամենաբարձր մակարդակի վրա, եւ պետական մակարդակի վրա, եւ իրաց քալոզիչների վրա, եթե դուք եք հիշում եք, ես անդրադարձա նույն տապանուն ելույթ ունեցող Հակոբ Մովսեսի, որ Վարող Գայանեի հետ, անմոզման չեմ հիշում, Գայանեի, ինչ-որ է, որ իրանք ասեցին, դե իրեք սյուն կար, Արցախն էր, Հայաստանն ու Սփյուռք էր, դե Արցախ արդեն չկա, սկսեցին Հայաստան Սփյուռքից խոսալ։ Այն էլ ընդունեց, որ Արցախ արդեն չկա։ Եվ երեկվա ճոխ հարցազրույցից հետո հասկացա, որ չէ, Հակոբ Մովսեսը լավ կարողացավ նվաստացնել ընդհանրապես հայկականությունը, արժե համակարգի հիշողությունը, պահանջատիրությունը, համարելով այն հնացած բան եւ հիմա պետքա առանձնահատուկ քաղաքացիական համարձակությունը նոր աչքերով նայել թշնամու հետ, թշնամու չէ կներեք, ասեց Ադրբեջանի եւ Թուրքիայի հարաբերության մեջ, տեսնելով որ կարգին քարոզիչ է, այսօր ուղարկել են հմեկ։ Իհարկե ես հմեկին չեմ անդրադառնա ելույթին, որովհետեւ ես նայեցի արդեն ես հասկացա, որ առանց հայոյանքի ես չեմ կարող այդ ամեն ինչը մեկնաբանել, իսկ իմ հաղորդման ֆորմատը դեռատեղ չի ասել։ Չի բացառում, որ մի օր հասնի, բայց դեռ այդտեղ չենք, եթե դուք ուզում եք նայեք, Պետրոսի հետ, թե ինչա նորից։ Նոր պրոպագանդիստ ունենք, նոր ոսենց կեժանք խոսալու բան չի ասի, բայց այդ ընթացքում կասի ոչ մի լավ գործ չի գրվել, ոչ մի արժեքավոր գործ չի գրվել ցեղասպանությունից հետո։ Այն ինչ որ գրվել է հայ ժողովրդին չի բավարարում, որտեղ բավականին լաց չկա տեղ։ Ողբը քիչ ասենք բանի նման, ասենք ուսալերական 40 օրվա գիրքը Ֆրանս Վերֆելի այդքան հայ ժողովուրդը չի սիրում, որովհետև այդ դաժան բռնաբարության տեսարանները շատ չեն, դրա համար էլ ժողովուրդ հասկանում եք, ասենք այս կարգի պրոպագանդիստ է ծնվել։ Դա չի ծնվել նոր, դա Լևոն Տեր-Պետրոսյանի ժառանգությունն է, որը փոխանցվել է բանը Նիկոլ Փաշինյանին։ Ինչ եմ ուզում ասեմ։ Պատկերացնում եք արտաքին գործերի նախարարը Կանադայի, ասում եմ, մենք ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղի 120,000-ի դիմակայությունը, որոնք բռնի տեղափոխվել են։ Հայաստանի այս իրենց կոչած մտավորականները փակել են այդ էջը։ Կանադան չի փակել։ Հայաստանը փակել է այդ էջը։ Մենակ առաջ։ Եվ սա էլ եմ ուզում ցույց տամ նրանց Ես ամբողջ ցույց չեմ տա, ովքեր ներվել են թուրքերի դրոշը վառելու, սա 80-ամյա Ջոնիկ Թևոսյանն է, որը գերի անգել Թուրքիայի ցերկում։ Շուշեցի։ Ես չգիտեմ նորմատիվ բառապաշարի մեջ ես ոնց անվանեմ, ոնց բնորոշեմ եմ մարդկանց, որոնք սահուն անցնում են այս ամեն ինչի վրա եւ այս հարաբերությունների մեջ բան են տեսնում, լուսավոր ապագա են տեսնում, ասենք 5-ամյակի հետո, 5 տարի հետո լուսավոր ապագան սրանց այդ հարաբերությունների մեջ է։ Ես չգիտեմ դրանց ոնց բնորոշեմ, բայց երևի այս կադրերը լավագույն են խոսում իրանց վերաբերյալ, թե ասենք այս ամեն ինչի նորմալ նայողը, ասենք մոտարապես ինչ որակի մարդ կարող է լինի, էլի։ Կամ այս ամեն ինչը ապահովողը։ Ես հասկանում եմ, որ կան մարդիկ, որոնց համար եթե սա իրենց տանը չի, ուրեմն սա չի եղել։ Որոնց համար եթե սա իրենց հետ չի պատահել, ուրեմն ոչինչ որ պատահել է, եթե սա իր բարեկամը չի, դե մի բան է եղել է, ուրեմն սա համար չարժի անհանգստանալ։ Ես գիտեմ, որ կան նման մարդիկ, ես նման մարդկանց
նույնիսկ եմ ասում ես մարդ չեմ համանում, որովհետև իմ համար մարդը նա չի, ով հարաբերությունները դիտարկում է իրեն ուղված վերաբերմունքի տեսադաշտից։ Իրական մարդը իմ համար այն մարդն է, որ դեպքերին նայում է կողքից։ Այսինքն ես նույնն ձեզ եմ ասում, եթե տեսնում եք մի մարդ ուրիշի դժբախտության այս կարգի անտարբերությամբ, նայում ուզում եմ ձեզ հիշեցնել, որ հաջորդը դուք եք։ Որտեղ իր համար չկա այս մարդուն բնորոշ compassion էլի, ոնց է արել կարեկցանքը, կարեկցանքը մանավանդ որ դա քո ազգակցին է վերաբերվում, այդ ամեն ինչ արվել է քո նկատմամբ։ Եթե մարդու մեջ չկա այդ կարեկցանքը, ինչի՞ց է ենթադրել, որ ձեր նկատմամբ պետք է լինի դա։ Դա մանավանդ իմ համար այդ նման մարդիկ չմարդիկ են, եւ ես երբեք չեմ նայում իրանք ինչ վերաբերմունք ունեն իմ նկատմամբ, ոչ։ Իմ նկատմամբ վերաբերմունքը ցանկացածի մոտ կարող ունենա շահադիտական նաեւ, ինչ որ բաներից ելնելով։ Ես միշտ նայում եմ մարդիկ ինչպես են վերաբերվում այլ մարդկանց դժբախտություններին, այլ մարդկանց հաջողություններին, ուրախությանը։ Դա է իմ համար չափանիշը։ Դա է իմ համար չափանիշը։ Դրա համար եթե մեկի համար դե ոչինչ, այնքանով որքանով սա իրենց հետ չի պատահել։ Եվ իրանք սահուն կարող են անցնել այս ամեն ինչի վրայով, մտածելով, որ եղել անցել է այս ամեն ինչը։ Ու այսօր ամենաֆենոմենն բանը Պետրոսն ինձ զարմացած էր մնացել, որ Պետ Հակոբ Մովսես կոչված այդ ամեն ինչի մասին խոսում էր, բանը միայն ցեղասպանության բանի վրա ես հասկացա մոտարապես մտքի մեջ որ սենց ալում։ Ախր չէ որ ցեղասպանություն նորել է եղել։ Ընդամենը 5 տարի առաջ է եղել, 3 տարի առաջ է եղել, 2 տարի առաջ է եղել։ Քանի թուրքը կա մեր տարածքում, այդ ցեղասպանությունը առիթի դեպքում կա, որտեղ դա իրանց ապրելու քաղաքականությունն է։ Դա իրանց ապրելու ձևն է, ֆորմատն է։ Չի կարա լինի առանց ցեղասպանություն թուրքի կացուցած ձև, եթե դա առիթը կա։ Դա իրանց կյանքի, ինչ ասեմ, մշակույթի մի մասն է։ Բայց լևոնական նիկոլական պրոպագանդան այդ ամեն ինչը նայում է շատ հեռու ինչ-որ հեռու մի բան, որը եղել անցել է, ու այնքան հեռու է, որ դա համարյա իրականություն չի, դա մոռացված է։ Իսկ ով որ հիշում է դրա մասին, ինքը ուղղակի հնամաշ, հնաոճ, անցյալին կարճած հին մարդ է, էլի, բան չի, ճկուն չի, ճկուն քաղաքական չի, ճկուն մտածելակերպ չունի, քաղաքական մտածելակերպ չունի եւ այլն։ Հիշում եք ուսումն ասում էի ուժեղ գործի կա հանային պաշտպանքը, պետք է դրան սեղմել։ Այնքան սեղմեցինք, մինչև ցանկացեցին հրաժարվել իրենք ասացին։ Որը ուրացել է հայոց։ Երբեք տեսել եք Հայաստանի Հանրապետություն որից մեկի, որը ուրացել է հայոց ցեղասպանությունը, ուրացել է վերջինիս որակումը։ Ես երբեք չեմ տեսել որից է մարդու Հայաստանի Հանրապետություն ուրացել է հայոց ցեղասպանությունը։ Հիմա հրաժարվում են ասում, մենք չենք ուրացել։ Չէ, դուք ուրացել եք, դուք ուրանում եք, եւ դուք ուրանալու եք, որտեղ ձեր բնույթն է դա, դուք այդտեղ նշանակված եք դրա համար։ Ժողովուրդ ջան, զգացեք ազդեցությունը։ Հիմա հրաժարվում են ասում, այդպես բան չկա։ Ասում են, այդպես բան չկա։ Շարունակեք նույն ձևով, շարունակեք հարցեր տալ, իսկ այդ հարցերի մասին իրեն մենք խոսենք։ Շարունակեք պնդել, շարունակեք պախարակել։ Սա Էնգելսն է, հետաքրքիր բան է ասել, որ հայկական ժողովուրդը ասում է դժբախտություն ասել հայ ժողովուրդը դժբախտություն է ունեցել գտնելի երկու հրեշի մեջտեղը լինել երկու հրեշների մեջտեղում Ռուսաստանի եւ թուրքերի, որոնք միշտ թաքնվել են ազատարարի բանում, ֆոնի տակ։ Սա Լավանով Ռոստովսկին է, այդ նույն շրջանի, սրա է ասել Էնգելսը, պատական չի ասել, որը իր քաղաքականությունը, իրենց կառավարության քաղաքականությունը հայկական հարցի վերաբերել այսպես է բնորոշել, որ Հայաստանը իրենց պետք է առանց հայերի։ Սա Լավանով Ռոստովսկինը, այս ամեն ինչը տեսնելով է Էնգելսն ասել, չմտածեք։ Սա ուրիշ էլի ռուս գործիչ գեներալ Գրիգորի Գալիցինը, որ ասում է, կհանգստանամ այն ժամանակ, երբ որ Թիֆլիսի թանգարանում ցույց կտան վերջին հայի խրտվիլակը,
որպես ապացույց, որ այնտեղ էլ հայ չի մնացել։ Խնդրեմ։ Ցել Ռասիայի разоружить արմյան գեներալ Ագանովսկի։ Ասում է 15 թիվն ասում է, Ռուսաստանի նպատակն է զինաթափել հայերին 15 թիվ։ Այն այսօրին ինչ որ մենք խոսացել ենք ցեղասպանության մասին, հա, դա չի եղել զուտ թուրքական ձեռագիր եւ թուրքական գործունեություն, դա եղել է ռուս-թուրքական գործողություն։ Ես որ ասում եի հասարակական պարսավանքը ազդումը պետք է աշխատել դրա վրա շատ ազդումը։ Ուրեմն երեք պաստորեն Ծիծեռնակաբերդում այցելուների մեջ է եղել նաև Տիգրան Մանսուրյանը, որին լրագրողները հարց են տվել իր վերաբերմունքի մասին, ինչպես է վերաբերվում այս ցեղասպանության այս հերքումներին, այս ուրացումներին, որի մի պատասխան Տիգրան Մանսուրյանը ուղղակի չի պատասխանել, ասելով, որ ինքը մենակ է, ինքը չի զբաղվում ոչ մի բանով, մի խոսքով սենց հետ է գնացել հարցից, ու այդ հարցը տված լրագրողին նկատմամբ, հարց տված լրագրողի, տեսեք, հարց տված լրագրող, գնացել է իր աշխատանքի, մեծ սևացման եւ փախադակման արշավ էր ինտերնետում, ես ուշ իմացա, ուշ սկսեցի անդրադառնալ, մոտավորապես այսպիսի գրառումներով, մեկն եմ ասում ընդհանրապես, հետո կասեմ մնացածը, ամեն մեկը չի, որ իրավունք ունի Տիգրան Մանսուրյանին հարցը, ուզում եմ մի քիչ կանգնել այստեղ, որտեղ սա է մեր ողբերգությունը, Նիկոլ Փաշինյանը սրա հետևանքն է, հա, երբ որ մեկն, որում ես նայեցի ով է գրողը մեկնել, ախ, ես ինչ ճիշտ ասե վերնագրով տարածելը, նայում եմ տարածողին, նայում եմ ասողին, ես լուրջ դեմքով Ռաֆայելի, չէ, Ռոդենի մտածողը դիրքով նստած նկարա պրոֆիլի վրա, հա, մտածողն է, ու ասում ամեն մեկը չի, որ արժանի է բանը, Մանսուրյանին հարցը։ Ես մի հատ հոգեբանորեն նկարագրեմ այդ հարցը տվողին։ Հոգեբանության մեջ sense մի բան կա։ Ամեն ինչ հայելային է։ Մարդիկ բանը իրադրությունները, ամեն ինչը գնահատում են ոչ թե երրորդ կողմի աչքով, այլ սեփական աչքով, ասում հայելային է։ Այսինքն, ասում են ինքը խիստ sense արեց, ինչու արեց սա։ Ոչ թե ինքը արեց, ինքը ասում է այդ բանին ինքը ինչ կաներ։ Հասկացաք։ Այսինքն հոգեբանության մեջ համարյա երրորդ դեմք չկա, գոյություն չունի։ Ամեն մարդ նայում է դեպքերին, իրադարձություններին սեփական դիտանկյունից եւ այսպես ինչ են ասում նման մարդիկ, ով եղավ դու, որ դու Տիգրան Մանսուրյանին հարցրես։ Մանավանդ այդ հարցը լրագրող է գնացել է մասնագիտական պատասխանը պարտականությունը կատարելու ու ստիպված էին այլ լրագրողներ պաշտպանել իրենց գոլեգաներին։ Աբսուրդ է։ Ես հիմա ասեմ ինչա կատարվում։ Այն մարդիկ, ովքեր մտածում են, որ Տիգրան Մանսուրյանին հարց տալու համար պետք է դեռ արժանանալ հարց տալու, ուրեմն իրանք sense են մտածում։ Ես դեռ պետք է արժանանամ այդ մարդուն հարց տալու։ Սա։ Այսինքն այդ մարդն ասում է, ես արժանի չեմ հարց տալու։ Այսինքն այդ մարդն ասում է, որ մարդկանց մեջ կան կաստաներ, արժանների եւ անարժանների։ Եվ սրա մասին Ջորջ Օրվելը անասնաֆերմայի մեջ գրել է, որ կային կենդանիներ այդ ֆերմայում, հա, կային հավասար կենդանիներ, բայց կային կենդանիներ, որոնք ավելի հավասար էին։ Հա, դրանք խոզերն էին շներել, որոնք տեղափոխվեցին ֆերմերի տուն, վերջում ըստ որի վերաբերյալ պայմանավորվել էին այս ապստամբության ժամանակ, որ իրենցից ոչ մեկը ֆերմերի կյանքով չի ապրելու, չի տեղափոխվելու ֆերմերի տուն։ Այս նույն անասնաֆերման է, էլի, բայց վերջում պարզվեց, որ խոզերը իրենց գամփրներով ավելի հավասար էին, քան մնացած ընտանի կենդանիները։ Որովհետև տեսեք, այս մարդը ինչ շերտեր բացահայտեց իր մասին, որ կան մարդիկ, որոնք ավելի հավասար են, քան մնացած հավասարները, որը նաև ինչ է ենթադրում, որ մարդը ընդունում է սեփական ոչնչություն, այսինքն մարդը sense ինքնական ընդունում է ստոսկություն, այսինքն ինքը հակում ունի ընդունել սեփական ոչնչություն, այսինքն sense մենք հավասար չենք բոլորս։ Ես արժանի չեմ։ Հիմա ինձ կասեն, չէ, տենց չի, բարոն Հակոբյան, ինչ եք ասում, բա ուր մնաց հեղինակությունը, բան, հա։ Ես հիմա սան եմ պատասխանում, որովհետև կարդացել եմ տես տարբեր տեղեր հեղինակություն, բան,
Եթե հեղինակությունը դուք նույնականացնում եք կուրքի հետ, ուրեմն դուք չեք հասկանում ինչ է նշանակում հեղինակություն։ Ոչ մի հեղինակություն չի արգելում հարց տալ։ Կուրքերն են արգելում հարց տալ։ Այո, նա կուրքերին չի կարելի հարց տալ։ Հիմա ես ուղղակի թեստ եմ անում։ Մտածեք, տեսեք ձեր շրջապատում ովքեր են հեղինակությունը, որ հեղինակությունը են ձեր համար, եւ դուք ինքներդ ձեր մեջ մտածեք, արդյոք դուք կարող եք իրենց հարց տալ։ Հարցի հələ պահանջել, որ ձեր հարցին պատասխանեն։ Եթե դուք չեք կարող, նշանակում ինքը ձեր հեղինակությունը չի, ինքը ձեր կուրքն է, հա, որը արդեն ենթադրում է երկը։ Ստեղծություն, կամավոր ընդունած հնազանդություն։ Սա 21-րդ դարի ստեղծության ձևերն են։ Այդպես են ձևավորում սեկտաները։ Սեկտաները, որտեղ իրենց կուրքերին չի կարելի հարց տալ, հələ դու պետք է արժանանաս, որ դու իրեն հարց տաս։ Իմջալոց կրոնի մեջ մի քիչ շատ եմ շեղվում, բայց պետք է ասեմ անպայման, որովհետև սա շատ հիմնարար խնդիր է։ Քրիստոնեության մեջ հարց չեն տալի։ Հարց չի կարելի տալ։ Չի կարելի տալ։ Նախ կծիծաղեն քո վրա, կասեն ինչ դմբո ես, հա։ Երկրորդն էլ որ հարց տաս պատասխան չլի, կասեն դա մեջ խորհուրդ կա, իսկ դու դմբոյի նման կասես գլուխդ, ասես ինչ վատ բան արեցի ես։ Մինչդեռ շաբաթ օրերը հրեական սինագոգերում երեխեքին տանում են, որ երեխեքը հարցեր տան, այսինքն հրեաները իրանց երեխեքին սովորեցնում են, որ դու պետք է հարցեր տաս, դա մի քանի օգուտ ունի, շատ։ Նախ որ երեխաները ազատ են հարց տալու մեջ, մտածում եմ իրենք իմանալու իրավունք ունեն, հարց տալու իրավունք ունեն, իրենց համար չկան կուրքեր։ Հեղինակություն է իրաց դիմացի ռաբին, հեղինակություն, որը այնքան հեղինակություն ասում, դու ինձ հարց տուր, եւ ես քո հարցերի վրա կճշտեմ իմ գիտելիքների մակարդակը։ Դա հեղինակությունն է, իսկ կուրքերը հարցեր չեն սիրում։ Իրանք սիրում են ամեն ինչ sense քողարկված, մթի մեջ, որեն զոմբի մասա մտածի, հա, պապին գիտի ինչ անում։ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը դա է։ Հա, պապին գիտի ինչ անում։ Այն նույնը Պուտինը։ Պուտինի նագախադովը չկենասա։ Մի քանի քայլ բազմաքայլ կոմբինացիան է, ոչ մի չգիտի։ Սա տիպիկ սեկտայական, տիպիկ ստրկական համակարգին հատուկ մտածելակերպ է։ Մինչդեռ հրեաները կարողացել են ապահովել այն համակարգը, որ իրանց երեխեքը ազատ են հարց տալու մեջ, եւ իրանց ոչ մեկ երբևէ չի ասի դու դեռ պիտի իրավունք ունենաս, ինչ որ պատվի արժանանաս, որ մեկին հարց տաս։ Պետք է ասեցիք։ Հիմա մյուս կողմի վրա եմ նայում։ Ովքեր նեղված են, որ Տիգրան Մասուրյանին հարց են տվել։ Հիմա ես իրանց եմ ուզում հարց տամ, որ ես տեսնեի հարց կտայի Տիգրան Մասուրյան եւ պարտավոր են պատասխանել բոլոր նրանք հիմա, ովքեր նեղված են, որ այդ հարցը տրվել է Տիգրան Մասուրյանին։ Մայստրո Տիգրան Մասուրյան, ես ինչ հիշում եմ ձեզ, Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից սկսած, դուք մասնակցել եք նախագահների, քարոզարշավներին, PR ակցիաներին, այս վերջերս էի դուք գրկախառնվել, հա, գրկախառնվել, ցեղասպան, մարդասպան պատերազմի կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանի։ Դուք ձեզ մեղավոր զգում եք այս ամեն ինչում։ Դուք ձեզ պատասխանատու զգում եք, ես այս հարցի ակնկալիքը չունեմ։ Չեմ ուզում լսեմ Տիգրան Մասուրյանից, որտեղ ես գիտեմ։ Այն որ ինքը պատասխանել է, որ ինքը մենակ է, բան, ինքը շատ բանի չի հետևում։ Ես դա լսել եմ, գիտեք, 2012 թվականին։ 2012 թվականին, երբ որ 100-ամյակին ընթരാճ ցեղասպանության ճանաչան, դե ես հանգիստ նստել չունեմ, չէ՞, դեռ ես մի հատ մեծ ծրագիր էի գծել, համահայկական ֆիլհարմոնիկ նվագախմբ ձևավորելու մասով, իդեան սա էր, իդեան, տեսեք։ Նվագախումբ էր հավաքվում, ուրեմն աշխարհի բոլոր գաղութներում, ինչքան երկրներ կան, ինչքան հայ երաժիշտ կա պրոֆեսիոնալ, ինքը գալիս է այդ նվագախմբում նվագելու իր երկրի դրոշով։ Այսինքն պատկերացնում եք մեծ նվագախումբ ամեն մի պուլտի վրա տարբեր երկրների դրոշները։ Մենակ այդ դրոշների քանակով երևում էր թե ցեղասպանությունը ինչ աշխարհագրություն է հետ կթողե որպես, հա։ Եվ այդ բնականաբար նվագախումբը, որ բացարձակապես հայեր պետք է լինեին, ղեկավարում էին այն երաժիշտները, այն սոլիստներն էին նվագում, որոնք դեմ են ցեղասպանությանը։ Պետք է լիներ no genocide, Pan-Armenian Philharmonic նվագախումբ, բանը էլի է, անունը։ Հա, այսինքն
Իսկ ովքեր են լինելու այդ երաժիշտներն ու դիրիժորները։ Բնականաբար մեծամասնությունը գիտեք որ հրեաներ են, չէ՞։ Այսինքն ստե մի դառնում էր հայ հրեական հակացեղասպանության մի խոսքով, ասես մի հատ արշավ եւ ես վստահ եմ որ այս ծրագրի ամենամեծ թշնամին լինելու է Թուրքիան։ Ես միամ դե այն ժամանակ էլ։ Հետո բացվեց չէ, ծրագրի ամենամեծ թշնամին Հայաստանն է։ Սերժիկ Սարգսյան կաթողիկոսից սկսած։ Բայց այս ծրագիրը բնականաբար կիսվեցի, ես արդեն մտածում էի, պլանավորել էի խորհրդի, ունենալու հոգաբարձուների խորհուրդ, խոսել էի եւ Հասմիկ Պապյանի, եւ Վարսեղ Թումանյանի, եւ Գերամ Գրիգորյանի, եւ առաջարկեցի, որպեսզի այդ խորհուրդը ղեկավարի հիմնադրամ այդ հոգաբարձուների խորհուրդը Տիգրան Մասուրյանը որպես մեծ հեղինակություն։ Ինքն է նոր էր գրել Երեքվիև այդ տարիների պրեմիերան Գերմանիայում, մի խոսքով ամեն ինչ Սենց ինքը լավ վիճակի մեջ է։ Ծրագիրը որ լսեց, ցնցված էր։ Պայմանավորվեցինք հեռախոսահամարները փոխանակվեցինք, որ վաղը գնում ենք նստում ենք ծրագրի կարևոր կետերն են քննարկում, որ ներկայացնենք ցեղասպանության այդ 100-ամյակի հանձնաժողով, եկեղեցի, կառավարություն, մի խոսքով, որ սկսենք առաջ process-ը 3 տարի առաջ, որ միջև 100-ամյակը հավաքվի այդ նվագախումբը, հա, մեծ պատրաստական աշխատանք պետք է լիներ։ Հաջորդ օրը զանգեց ինձ բավական Իրեն Մասուրյանը։ Մի անգամից հասկացա ինչա պատահել։ Դա արդեն 12-13 թիվներ, ես միշտ ակտիվ եմ եղել եւ սոցիալական կյանքում, եւ քաղաքական կյանքում, հասարակական կյանքում, բա կներես Վարդան իր ձևով չեմ ուզում ասեմ, էլի ինքը մենակա իր ամեն ինչում, հա ինքը չի կարող դրա տակ մտնել, ասում բայց դու բան չունես մտնելու, սա ես եմ անել, ուղղակի դու ասես։ Չէ, ես հասկացա, արդեն բան ինչու՞մ է մի խոսքով Ուզում ասեմ, ես այս պատասխանը լսել եմ։ Լավ, հիմա վերադառնում ենք մեր օրեր։ Հիմա Տիգրան Մասուրյան։ Դու քո հեղինակությունը ծառայեցել ես բոլոր հրեշների PR ակցիաներին։ Հիմա քեզ լրագրողը իրավունք ունի հարց տալ։ Այդ ոնց է դու քո հեղինակությունը կարաս ծառայեցնես հրեշներին, բայց դու դա համար պետք է պատասխան չտաս։ Դու չպետք է ասես ինչի ես արել սա, կամ ինչ վերաբերմունք ունես, կամ գուցե դու փոշմանել ես Լրագրողը իրավունք ունի ցանկացած մարդու, եւ ոչ միայն լրագրողը, ցանկացած մարդ իրավունք ունի հարցը ցանկացած մարդու։ Այդ չեմ ասում հանրային դեմքերը պետքա պատրաստ լինեն ցանկացած ժամանակ պատասխանել ամենաանհարմար հարցերին։ Սա է հանրային հարթակը։ Դու չես կարող հանրային հարթակում մենակ լինես հրեշներին պաշտպանող, հրեշներին քծնող, նրանց հետ ողջագուրվող, նրանց ֆոնդերից օգտվող, բայց դրա համար քեզ հարց չտան։ Չի լինում, չէ՞, դες ոնց կլինի։ Եթե անում ես, պատրաստ եղի, որ մեկն էլ պետք է ասի։ Բա ինչ ես անում։ Բա ձեր վերաբերմունքը սրան ոնց է, որտեղ դու ես քեզ դրել ընդե։ Դու այսօր ողջագուրվում ես Փաշինյան Նիկոլի հետ, որպես Փաշինյան Նիկոլի ողջագուրվող, որպես Լևոն Տեր-Պետրոսյանի PR ակցիան ագիտացիան իրականացած մարդ, որպես այս ամեն ինչին միշտ ակտիվ մարդ, քեզ հարցել են։ Մայստրո ջան Բա դուք ոնց եք վերաբերվում այս ցեղասպանության ուրացմանը։ Ինչն է այդտեղ սարսափելի։ Ինչն է այդտեղ սարսափելի։ Այո, սարսափելին գիտեք ինչն է։ Որ այդ մարդիկ չեն սիրում պատասխանել։ Ոչ միայն ինքը, ոչ մեկ չի սիրում իր արած համար պատասխանել։ Հիմա Վլադիմիր Վարդանյանն չի ասում, մենք չենք կուրացել։ Ինչի՞, որովհետև մենք բոլորս ասում ենք, որ դուք կուրացել եք։ Հիմա ասում ենք չեք կուրացել։ Հա։ Հիշեք, չկա ավելի ուժեղ գործիք այսօրվա վիճակով մեր ձեռքը, քանի մենք չունենք սեփական դատարաններ, անվտանգության համակարգ, արդարադատության համակարգ, քան հասարակական պարսավանքի ինստիտուտը։ Իսկ ովքեր, որ ասում են, իրեն չի կարելի, մեկն էլ գրել է, ես բոլորի անունից ներողություն եմ խնդրում մայստրո, լուրջ։ Այսինքն այդ մարդիկ ասում են սենց, դու կարաս ամեն ինչ անես, ու դու պատասխան տալու չունես։ Դուք հիմա հասկացաք ինչի ենք մենք այս վիճակում։ Հա, ինչի ենք մենք այս վիճակում, ցանկացած sense մեկին սարքում են կուրկ եւ ասում են բան, ոնց որ Նիկոլին, դու կարաս ամեն ինչ անես, մենք երանից պահանջելու բան չունենք, դու կարաս եւ հաշիվ չտաս ինչ ես արել։ Հիմա ես հարց եմ տալի։ Ընկեր պաշտպաններ մոլերանտ, դուք հիմա լավություն եք անում ձեր կուրկերին, թե չէ։ Ընդհանրապես, եթե մեկը դարավ կուրկ, ոչ թե հեղինակություն։ Ես ասացի չէ հեղինակությունը եւ կուրկի տարբերությունը որնա։ Հեղինակությունները չեն փախչում հարցերից, որովհետեւ թաքցնելու բան չունեն։ Կուրկերը
Չի կարելի հենց հարցնել։ Ու ցանկացած կուրդ չի հասկանում մի բան, հենց իրան դասարեցին հարց տալը, ինքը դառավ կուրդ։ Այդ ժամանակվանից իրը սկսում է ազատ անկում այսին։ Հիմա հարց եմ տալի այդ մարդկանց, որ հարց տակ։ Այսինքն կարելի է ամեն ինչ անել ձեր նկատմամբ, ու դուք իրավունք չունեք հարց տալու, եւ իրանք կարան չպատասխանեն դրան։ Իրանք իրավունք ունեն անել եւ պատասխան չտալ։ Ճիշտ եմ հասկանում։ Հիմա իմ սիրելի ժողովուրդ, հարգելի հետևորդներ, հարգելի քննադատներ, համակարծիքներ, անհամակարծիքներ, այս մեր ընդհանուր երկիրն է, ճիշտ է։ Ես ինձ եմ կարծում, անկախ նայած ով է դիմացինը, ես իրավունք ունեմ իր արածների համար պատասխանատվություն պահանջելու։ Ոչ թե դա ինձ թույլ է տալի կարգավիճակը, սոցիալական բան չգիտեմ, ստատուսը կամ տարիքը կամ ոչ մի բան, միայն այն հանգամանքը, որ ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ։ Ես իրավունք ունեմ պատասխան պահանջելու ցանկացած մեկից, ով հանրային տիրույթումը, աջակցում է այս ցեղասպան կառավարությունը, կամ կառավարության մեջ է, կամ իշխած կուսակցության մեջ է, կամ իր գործողություններով նպաստել է այս ամեն ինչին։ Կամ նույնիսկ չէ նպաստել, ինքը ընդդիմադիր է, բայց ես միայն իրավունք ունեմ հարց տալու։ Մենակ մի բանի շնորհիվ, մի բանի համար, որ ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ եւ ես գուցե ինձ ուզող հարց ունեմ։ Հիմա իր գործն է կպատասխանի, չի պատասխանի, կխափի, կստի, կլռի, կմանիպուլացնի, ժամանակ արդեն մենք նայենք հետո ոնց ենք դա վերաբերվում։ Բայց ասել, որ դու կարաս ամեն ինչ անես եւ ոչ մեկ քեզ իրավունք չունի հարց տալ եւ ես ներողություն եմ խնդրում բոլորի անունից, ով քեզ հարց են տալի կամ համարել են, որ քեզ կարելի է հարց տալ։ Ես էլ ասում եմ, արեք, շարունակեք անելը։ Այ դա բերել է այս վիճակին։ Շարունակեք անելը, ընկերներ ջան, որ ես չեմ կարող ասել, դու իրավունք չունես այդպես մտածելու։ Ես իրավունք չեմ տալ ինձ դա ասելու։ Իմ բաների մեջ, պատկերացումների մեջ քաղաքական եւ կրթական չի մտնում։ Բոլորը իրավունք ունեն անեն այն ինչ որ գտնում են իրանց։ Ճիշտ եւ հարմար։ Բայց ես էլ ասում եմ, դրա հետևանքները սա է։ Երբ մարդ ինքնակամ մտնում է իր բանը, ստուգ վիճակը, սա վերջն է։ Իսկ բանն է ասում, չէ՞, նժդե, ասում է, տեսա ազատին ստուգության մեջ, ես սիրեցի նրան։ Տեսա ստուգին ազատության մեջ, գարշեցի նրանից։ Սա դեռ բանն է։ Նժդեն է ասել, ես չեմ ասել։ Երևի ես այսքան չպետք է ծավալվեի այս թեմայի վրա, բայց սա շատ կարևոր է, որովհետև եթե մենք չկարողանանք դա շտկել մեր մեջ, մենք հավերժ մնալու ենք նույն ծիրում, նույն ստարկական կռապաշտության, այսան կարելի է, ասան չի կարելի, հա, այս ծիրում ենք մնալու։ Ես որպես Հայաստանի Հանրապետության մտահոգ քաղաքացի, դա ես հասկանում դրա հետևանքները։ Դրա համար ես ամեն գնով պայքարելով դրալ եմ։ Եվ այսպես, երբ բոլորդ հիշում եք այն Սոնային, որ Նիկոլի Շարասյանը վրայերթի ենթարկեց ցեղասպանությունի բանից 24-ից 2 հետո, ապրիլի 26-ին։ Ուրեմն այս տարի լրանումը այդ հանցագործության 3-րդ տարին։ 3-րդ ու չկա ոչ մի մեղավոր պատժված։ Ավելին կոծկված են բոլոր հանցանքները, բոլոր փաստերը, ամեն ինչ կոծկված է։ Հայ ես նույնիսկ եմ ասում, հիմա մեկը կասի դե լավ, Սոնան, ես ինչ կապ ունեմ Սոնայի, Սոնան հղի էր, Սոնան երեխա ունես, կովցրեց։ Սոնան դարձավ վարչապետի Շարասյան զոհը, սպանեցին ու նույնիսկ չկանգնեցին։ Սոնայի տեղը կարող է լինել ցանկացած մեկը։ Իսկ Միքայել Նահապետյանը ասում է, որ ես նման երկրում չեմ ուզում ապրել։ Ստորի դրան հասկանում, ես չեմ ուզում ապրել։ Դուք պատկերացեք մի բան, եթե մենք բոլորս Միքայելի նման ազնիվ ասենք, մենք չենք ուզում նման մի երկրի մեջ ապրել։ Մեծ հարց եմ տալի, ով ազում նման երկրի մեջ ապրել։ Ոչ, ինչ որ մեկի Շարասյանը կարա խփի մարդուն, սպանի, նույնիսկ չկանգնի։ 3 տարի անց ոչ մեկ դեռ պատասխան չի տվել։ Իսկ թե ինչ է կատարվում դատավորությունների ժամանակ, ինչ ցինիզմ ու նվաստացում է գնում։ Այդ էլ հեղինակն է պատմում, ես ամբողջը չեմ ուզում պատմեմ, դուք կարող եք կարդալ, ասել ինքը ինչա, հա, ոնց է ներկայացնում։
Եվ այսպես, այս ամեն ինչ ասում եմ ինչի համար իրատողեն եմ ուզում կարդամ, ես չեմ պատրաստում հաշ լինել սրա հետ։ Ես այս տեսակ երկիր չեմ պատկերացրել դեմոկրատական պայքարի իմ 10 տարվա ճանապարհին։ Ու ես վստահ եմ, որ շատ շատերի համար եւս չկա հանդուրժելու որևէ հիմնավորում։ Որպես դեմոկրատական առողջ իմունիտետի բողոքի մարդկային կարեկցանքի դրսևորում, ես ու մի շարք այլ քաղաքացիներ տարբեր ճամբարներից, տարբեր հայացքների, տարբեր կյանքի ճանապարհների մի խումբ մարդկանց շաբաթ օրը ամսի 26-ին ժամը 18:00 հենց մահվան օրը, սպանության օրը լինելու ենք Սոնա Մնացականյանի վրաերթի վայրում Պարոնյան Լեո Խաչմերուկում։ Պարոնյան Լեո ծածկաշուկայի ընդերևի Խաչմերուկն է։ Հիմա արդեն ծածկաշուկա է, չես հին մարդ եմ, չի, ասեն ծածկաշուկա։ Հիմա բոլորը դա սիտի գիտեն։ Խաչմերուկում խոնարհելու ենք յասամաններ, մոմ ենք վառելու, ոգեկոչելու անմեղ այդ կնոջ պատկեշ քաղաքացու լավ մարդու հիշատակը, որի կյանքը ընդհատվեց ու ինչ որ մեկի հզորությամբ չարթարացված որ ինչ որ բան կարիքը բավարարի։ Ինչ որ է։ Ես մասելու եմ բոլոր նրանց ում խոսքերին, դավանած արժեքներին, ապրած կյանքին հավատում ու համակրում եմ։ Եկեք գրկենք ու կարեկցենք իրար եւ հույս տանք իրար, որ մեր մեջ չի մեռել քաղաքացին ու մեզ չեն սպանելու խաչմերուկներում կանաչ լույսի տակ փողոց անցնելից իբրև երբեք էլ չէինք եղել։ Մի սպանի մարդու ինչպես մարդը երբեք չել եղել։ Սա Միքայել Նահապետյանի առաջարկն է, այսօր կարդացի ես չէի կարող չտարածել, որտեղ լիովին կիսում եմ Միքայել Նահապետյանի մոտեցումները, սա առողջ մարդու, առողջ քաղաքացու դիրքորոշում է։ Ստե ոչ մի ֆանտաստիկ բան չկա, ուղղակի մենք այնքան քիչ ենք տեսել առողջ մարդ, առողջ քաղաքացի, բարոյական տեսակ, որ sense բանա միանգամից աշներս վերցնում այս ամեն ինչը։ Մինչդեռ սա պետք է պարտադիր նորմ լիներ բոլորիս համար։ Այնպես որ ես միանում եմ Միքայելին, շնորհակալություն ես հաղորդարության համար տալացում եմ։ Որքան շատ մարդ գան, այնքան Նիկոլի կիմանա ինքը ինչ հանցագործ է։ Եվ այսպես, երեսան ճանաչում եք, գնացել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներ, բայց ընդունելության չի արժանացել։ Շատերն ասում են, որ ամերիկացիների կողմից էլ նշանակված է, սրբույի գալյան կոչվածը, բայց այն ինչ որ պլանավորել են, ինչ որ հանդիպումներ մտածում են, որ կարող ունենան Ամերիկայի Միացյալ Նահանգներում, փակել են դռները հենց դեմքի առաջ։ Սա նաև նրանց համար, ովքեր փորձում են Նիկոլին ներկայացնել բանը արևմուտքի պրոյեկտ, ինչ որ արևմուտք գնացող ինչ որ մի բան, հա, իր այդ ինչ որ հարաբերություն են ստեղծել, չէ՞, նա իր բոլոր հարաբերությունները, բոլոր ճամբարներում փակելա բացի ռուս-թուրքականից, որովհետև Իրան ոչ մի հարաբերություն պետք չի գոյություն ունենալու եւ իշխանությունը պահելու համար, բացի ռուս-թուրքականից եւ ի վերջո իրան չեն էլ բերել ուրիշ հարաբերությունների համար։ Իրան բերել են այս ծրագիրը իրականացնելու համար։ Ես ուզում եմ մի պահ նայենք կանադահայերի մեր ակցիայից։ Թուրքիայի հպատասարանի մոտ է սա Արցախի դրոշներով Թուրքիայի հպատասարանի առաջ։ Հիմա սա ինչ եմ ցույց տալիս, որ տեսեք ինչ անում շատ են, որ ճիվաղապետության մետաստազները կապան եւ իր կից հասկանում մի բան, իրանք ոչինչությունը ուղղակի զրո իրանց ազդեցությամբ եւ հնարավորությունները, որով կարողանան մեր արժեն համակարգում մեծ հաշվով բան փոխել։ Իրանք այս պատմության մեջ մնալու են ուղղակի որպես սոսկալի արյունոտ բիծ մեր վրա։ Արյունոտ սոսկալի բիծ։ Կարճ բիծ։ Բայց ոչ ավելի։ Սա է ձեր քաղաքականության բաց քաղաքականության արդյունքը հասկացաք չէ՞ որ դուք զրո եք։ Հայաստանի գլխավոր դատախազությունը որոշել է 100 տարվա թաղված մեռելներին ջրի երես հանել։ Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը օրեր առաջ դատախազությունից հաստափոր մի փաթեթ է ստացել, որտեղ նշվում է, որ դատախազությունը պարտավորեցնում է կադաստրի կոմիտեին վերացնել այն որոշումը, ըստ որի շենքը մասնավորեցվել է։ Դատախազությունը դատի է տվել։ Մի խոսքով գրողների եւ նկարիչների միությունների տները խլում են իրենցից։
Գոյակապ տեղերա չէի, պատկերացնում եք ինչ արժեք ունեն այդ շենքերը։ Եվ նորից վերադառնամ Հակոբ Մովսեսին, որի ելույթների ժամանակ դրա մասին խոսք չեղավ։ Կարծեմ ինքը գրող է։ Ասում են թարգմանիչ է նույնիսկ։ Ես ճիշտ է ինձ գրել է, որ ամբողջ կյանքը գրագողությամբ զբաղված եղել է, բայց ես քանի որ ոլորտի մասնագետ չեմ, ես չեմ մտնում դրա մեջ, բայց այդ ոլորտից է, չէ՞։ Հիմա պատկերացնում եք, ինքը հնարավորություն ուներ Նոյան տապատում առաջի հանային ալիքում ասել, մեր ձեռքից խլում են մեր միության շենքերը։ Չէ, նման բան չեղավ։ Հիմա գրողներին մնացած, որ շատերին չեմ էլ ճանաչում, շատերին ում եմ ճանաչում, մնաց էլ ճանաչում, ասում շատերին։ Եվ նկարիչներին։ Հարգելի ընկերներ, ձեր հավատարիմ լռությունը տեսեք ոչ մի բանի չբերեց։ Ինչ տվեց ձեզ։ Ասեմ ձեզ ինչ տվեց։ Ձեր կոնֆորմիզմը բերեց երկրի կորստի, որպես հետևանք ես ասել եմ, չէ, բոլորը կորցնելու են։ Չի լինելու, որ այս այլանդակ ռեժիմի մեջ մեկը անմասն մնա կորուստներից։ Ու մտածի, որ ինքը լոյալ է եղել այս իշխանություններին, ինքը չի կորցնելու։ Այս իշխանությունները թքած ունեն բոլորի վրա։ Այս իշխանություններին մի բան հետաքրքիր։ Այս կարճ ժամանակահատվածում ինչքան հնարավոր է թալանեն, քերեն, տանեն, ինչ հնարավոր է ծախեն, մնացածի հերն էլ անեցած, իրենք գիտեն, որ հավերժ չեն։ Այնպես որ հարգելի նկարիչներ եւ գրողներ, ինչքան էլ ուզում եք դու լոյալ եղեք ձեր պահվածքով համեստ, չգիտեմ, ըմբռնող, երևի դուք լավ գիտեք այդ բառերը, որ դուք ասում եք, դուք ինչու չեք պայքարել, ինչու չեք ապստամբել, ինչու չեք ձեզ պիկետներ անում ձեր շենքերի առաջ։ Ես չգիտեմ ինչ չեք անում, բայց իմացեք, որ դա ոչ մի բան չտվեց։ Ձեր կուզեք դրան ասեք բարեկիրթ պայքար, քաղաքավարի պայքար։ Դա ոչ մի բան չտվեց, որովհետև այս վայրենիների հետ պայքարի քաղաքակիրթ բոլոր ձևերը դատապարտված են։ Դուք խոսում եք տարբեր լեզուներով, դուք կռվում եք տարբեր զենքերով։ Ասում եք դուք չեք կարող այս այլանդակներին հաղթել ձեր ընտրած զենքերով։ Մինչդեռ որպես մտավոր, հա, որպես իրերին մի քիչ այլ տեսակի նայելու ունակություն ունեցող մարդիկ, դուք վաղուց պետք է հասկացած լինեիք, որ այս գենիչերիների հետ խոսալու մենակ մի լեզու կա, եթե դու կարողանում ես իրեն մի բան պարտադրել, եթե սկսում է ինքը վախենալ մի բանից, եթե չկա, ուրեմն պատրաստ եղեք, որ ձեր միության շենքերից եք զրկվելու, ձեր քաղաքից, կասկադից, ամեն ինչից, հանգստյան տներից եւ այլն, որովհետեւ եթե խլում են շենքերը, միությունների խլելու են նաեւ հանգստյան տները, պանսիոնատները եւ այլն։ Ոչինչ չեք ունենալու։ Ես չի ասի, թե սա արդար է, ձեզ տեղն է, բայց ես բանը չեմ ասի բնականաբար, բայց սա է։ Սա այն է, ինչը դուք ձեր պահվածքով չեմ ուզում ասեմ արժանացել եք, բայց դուք բերել եք դրան։ Սա մի կարճ անդրադառնամ այս հայտարարությանը, որովհետև սա չեմ կարող չասել, որ Թրամփը այս հայտարարել է, որ Ուկրաինան պետք է ընդունի որպես նախապայման բանակցությունների, որ Ղրիմը ամեն դեպքում լինելու է ռուսական։ Իհարկե Ուկրաինայից իրեն ուղարկեցին ռուսական նավի հետևից, բայց ես ուզում եմ հասկանաք, բաղը մեզ են ասելու, նույն ձևի մեզ ասելու է, կարող եք ման անեք, ձեզ ջեյմուկի մի մասը վերադարձեն, մի մասը, հա, եթե դուք ընդունեք, որ ունեք Արցախը պետությանը չէ, մենք ընդունեք, որ Արցախ Ադրբեջանը սահմանություն փոխի, Թրամփից ամեն ինչ հնարավոր ամեն ինչ, ասեմ, Ղրիմի գարանտը Ամերիկայի Միացյալ Նահանգներն էր, որ Ռուսաստանը երբեք Ուկրաինայի վրա չի հարձակվելու։ Նույնիսկ կրկնեմ, ով չի հասկացել։ Ղրիմի եւ ընդհանրապես Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը 91 թվականից Ամերիկան է վերցրել իր վրա, Ամերիկան, Բրիտանիան եւ Ֆրանսիան։ Իրանց վրա են վերցրել, որ ախպեր քո զենքերը դու Ռուսաստանին, մենք քո գարանտն ենք, ոդքեզ ինքը մատով չի կպնելու։ Այսօր զենքերը տվել է, Ռուսաստան ամեն դեպքում մտե գրավել է, հիմա ասում են, դու պետք է ընդունես։ Սա ցինիկ, անբարոյական, ինչ ուզում եք ասեք սա, սա փաստ է։ Ու սա կարող է վաղը մեր նկատմամբ էլ արել։ Ես ոչ մի բանի վրա չեմ զարմանում։ Նա վերադառնանք մեզ։ Գան կասկադ։ Եվ այսպես,
Կասկադի տարածքները էլ Հայաստանում էլ տարածք չի մնացել վաճառելու, հիմա կասկադի սալերն են վաճառում, այն կողքերը, ինչ որ մնացել է։ Ես հիշում եմ դեռ Երևան Զախարյանի ժամանակ էին ասում, որ ինչ հնարավոր է վաճառելը։ Պարզվեց, չէ, դրանից հետո պետք է հələ մալության հայկը վաճառեր, ամեն ինչ չէր հասել վաճառել, էլի։ Հետո պետք է Ավինյան Տիկոն վաճառեր, հիմա էլ հասել են կասկադին։ Երևան Զախարյանի համար ասում են, բանը, ամեն ինչ վաճառել է, բան չի մնացել, խանդի հողն էլ վաճառեց։ Հա, այնց անեկդոտ է պատմում։ Վերջի, հիմա հասել է կասկադին։ Ինչու՞մն է կասկադի խնդիրը։ Կասկադը դա ճարտարապետական համալիր է, որը ունի հեղինակային իրավունք, այսինքն մարդը, ճարտարապետների խումբ, որ ստեղծել են լանդշաֆտը, դա իրենց հեղինակային գործն է։ Հիմա սրանք վերցրել են, թքած ունենալով ճարտարապետների վրա, այդ բանի լանդշաֆտի վրա ինչ ուզում անում են։ Ինչ ուզում, ոնց որ ձեր հարևանը մտնի ձեր տուն, սկսի ձեր տան տարածքի մեջ ձևափոխություններ անել, ասել էսի պետք է 10 տեղից դուռ են բացում, այսքան իմն է, այսքան, այսինքն նույնը մոտարապես հիմա այս վիժվածքներն անում են բանի հետ, կասկադի հետ։ Նա Մկրտիչ Մինասյանն է խոսում դրա մասին, ճարտարապետների պալատի հիմնադիր նախագահ։ Լսենք ինչ ասում։ Առաջին հերթին պետք է կանչեին հեղինակ ճարտարապետին, առաջարկ անեին ընդգրկվելու կասկադի կառուցման գործընթացում։ Դրանից հետո միայն մյուս հեղինակներին առաջարկեին շարունակության վերաբերյալ նախագծեր ներկայացնել։ Սա տեղի չի ունեցել, որը իմ կարծիքով շատ վատ փաստ է։ Բոլոր հարցերը նախ քննարկել էր պետք։ Ինչ բարձրության շինություններ պետք է լինեն, ինչ պետք է լինի, որ տեսարանը չփչանա եւ այլն։ Ամենակարող կառուցապատողը ՔՊ սիրելին։ Իսկ ով է GTB Development ՍՊ-ի սեփականատերը, որը այս մեգա նախագծում առանց իրական մրցույթի հաղթել է։ Ըստ պետական ռեգիստրի տվյալների, այն հիմնադրվել է նախորդ տարի 2024 թվականի հոկտեմբերի 24-ին։ Պատկերացնում եք, 2 ամիս առաջ հիմնադրվել է այդ ընկերությունը, ու արդեն տվել են ամբողջ իրան 24 միլիարդ դրամի շինարարություն։ 2 ամիս առաջ է հիմնադրվել։ Լսեք ասացին։ Իրական շահառուն Գրիգոր Տեր-Ղազարյանն է 97.5%-ով։ Գրիգոր Տեր-Ղազարյանը Հանրապետություն կուսակցության առաջնորդ, Արամ Սարգսյանի եղբոր, Արմեն Սարգսյանի փեսան է, նախկինում խարդախության համար դատապարտված։ Լավ չէ։ Լավ չէ։ Իսկ Հանրապետություն կուսակցությունը Երևանի ավագանիում ՔՊ-ի կոալիցիոն դաշնակիցն է իր փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանով։ GTB Development ՍՊ-ում է աշխատում նաև վարչապետի նախկին օգնական, падգամավոր Հայկ Սարգսյանի եղբայրը Նաիրի Սարգսյանը։ Այս ընկերությունը տարբեր վերջավորություններով բազմապիսի բիզնես նախագծեր է իրականացնում, որոնցից ամենախոշորը իհարկե 20 միլիարդ 46 միլիոն դրամի ներդրման խոստումն է Կասկադ համալիրի համար։ Ծրագիրը նախատեսում է Կասկադ համալիրի անավարտ հատվածի կառուցում ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոնտի ներկայացրած էսքիզի եւ դրանից բխող նախագծի հիման վրա։ Ըստ պաշտոնական տեղեկության կստեղծվեն շուրջ 1000 հոգու համար նախատեսված համերգասրահ, ժամանակակից արվեստի նոր թանգարան, արվեստանոցներ, ժամանցի եւ հանգստի գոտիներ։ Կառուցված բոլոր շինությունները, որոնք հագեցած են լինելու տեխնիկական անհրաժեշտ միջոցներով ու ենթակառուցվածքներով, ծրագրի ավարտին փոխանցվելու են համայնքին, որպես համայնքային սեփականություն։ Սա նոր բանն է, նույն այսօր մեզ համոզում են է, ուսանողական քաղաք, ոնց են ասում դրան, այդ է զալում ոնց են դրան, մի խոսքով է, որ մտածում են շենքերը սեփականաշոն են, ուսանողներին տանեն այդ նոր քաղաք, սրանք մի հատ ասվալտ չեն կարող անմանեն, ասվալտ, մի հատ բորձյուր չեն կարող անում, որոշել են մի հատ ակադեմիական քաղաքայիշվեց։ Սա նույն բանն է, բայց իրական տակը, սա այդ հողերը վերցնելն է, շենք սարքել բնակարան վաճառելն է, ինչ կապ ունի համերգասրահ տալու են համայնքում, պատկերացնում եք, սրանք այս ոհմակը, Վազգենի քուրը, իր հանցագործ փեսեն, խարդախության համար նստած մարդը 24-20 միլիարդանոց ծրագիր պետք է անի, որ այդ համերգասրահ վերջում տա քաղաքին։ Կերսում եք։ Սրանք իրանց պատասխանը կերան, իրենց պատասխանը ստացան Գյումրիում,
հա, որ 0 են իրան։ Հիմա ես սրանց եմ ուզում հարց տամ։ Մի տան էլ չի մնացել իշխանությանը։ Լավագույն դեպքում եմ ասում։ Լավագույն դեպքում եմ ասում, ու դուք հասկացաք, որ դուք 0 աջակցություն ունեք, 0 հեղինակություն։ Ինչ ռիսկով եք դուք մտնում սրա տակ։ Ինչ ռիսկով եք դուք մտնում 44 միլիոն դոլարի, 46 միլիոն դոլարի պրոյեկտի տակ։ Վաղը ես երաշխավորում եմ, եթե հանգարց եղավ ազգային իշխանություն, դուք ոչ միայն այս ամբողջ Արարատի ձեր թալանացն եք կորցնելու։ Ձեր ինչ արել եք, ասեն սիրուն, բանը, կանչելու ձեզ քննիչը, շարքային Կիրակոս։ Կանչելու ասենց ցուսակը ձեռը, ու ծիպիչկա դնել այսպես, ծիպիկ։ Հələ ասատենամ, էսի քեզ որտեղից։ Աս։ Խարդախությունով ես ձեռք բերել, հա, դրա համար նստել ես։ Այդ խարդախությունով ձեռք բերվածը պետքա պետականացվեր, հետո դու նստեիր։ Փաստորեն չեմ նստել ես ընդամենը չեն պետականացել, դա լավ չի։ Էսի գնաց։ Էսի ոնց է ձեռք բերել։ Այսինքն ցերտով ցիտիկներ դնալու։ Ու ոչ միայն ձեզ։ Դուք շատ եք։ Հիմա ես հարց եմ տալի, այս մի տարվա մեջ դուք լույս մտածում եք պետք է հասնեք դուք կասկադ սարքեք, ծախեք, փողերը վերցնեք ու փախնեք։ Դուք մաքսիմում որ կարող եք անեք վնաս տակ ուղակի տարածքին։ Այնտեղ որ պետք է անտառներ լիներ, անտառներ ուղակի դուք վերցնեք սարքեք շինարարապարակ։ Տեղում Հայաստանում, Երևան քաղաքում օդ չկա շնչելու։ Մեքենա շարժվելու տեղ չկա, մեքենա կանգնացնելու տեղ չկա, մայթեր չկա քայլելու համար։ Նորից եմ ասում ի վերջո օդ չկա։ Հիմա սա լավ տեղ է, չէ՞, դիրքը։ Մի բան սարքենք, այդտեղ ծախենք։ Դրա համար էլ մարդիկ էս են ասում ձեր մասին, էլի։ Դուք Կարելի է փողոց փակել։ Այս որ ալիքն է։ Օրագիր մյուս։ Դոլա փողոցը կարելի է փակել Նիկոլի գլուխն էլ ջարդել։ Աննայնն էլ հետը։ Հերիկա այդ կանը։ Ինչ եք կարծում, որպես բողոքի ակցիա կարելի է փողոց փակել։ Հիմա սա ինչ եմ ասում։ Դուք սկսել եք շինարարությունը։ Բայց վաղ թե ուշ սա հասնելու է։ Որ ասում են Նիկոլ Աննա, դուք էլ մեջն եք, այնց որ Նիկոլ Աննան ու մենակ չեն։ Դուք էլ եք այնտեղ։ Ինչի եք փակել մուտքը։ Մենք ենք պետության մասնիկ։ Կարող է ուրիշ տեղից եք եկել այլ մորակային եք։ Թույլ տվեք ես գնում եմ։ Թույլ տվեք ես արցնում եմ։ Ոչ մեկը իրավունք չունի իմ ճանապարհը փակելու իմ հայրենիքում։ Ես պետության մասնիկ եմ հարգելիս։ Ես պետության մասնիկ եմ։ Վերջ։ Չեք հարգում պարզվում է։ Դուք չեք հարգում իմ իրավունքները։ Հիմա մի ժամ փակա լինելու։ Մի ժամ ես չեմ կարող ի վիճակի չեմ, իմ առողջությունը թույլ չի տալիս, ես այստեղ կանգնեմ սպասեմ։ Ես գնում եմ իմ հարազատները, մի րոպե իմ հարազատները ցեղասպանության են ենթարկվել։ Ով իրա, ես նախ ինչ գործ ունեմ։ Մի րոպե։ Իմ հարազատները 15 թվին ենթարկվել են ցեղասպանության։ Հաստ ձեզ, ինչ գործ ունեմ ես էստեղ։ Ես պետք է այնտեղ լինեի, ճիշտ է։ Չէ, ես չեմ կարող սպասել մի ժամ։ Ես գիտեք ես ամեն ինչ եմ տեսնում, նայեք, նույնիսկ ես մերժելը, նույնիսկ ես խոսալը։ Իրանք խոսում են ոչ թե ասենք հարազատ կնոջ, քո մոր տալիքին է, չէ, կամ քո տատիկի տալիքին է։ Ոչ թե մայի ջան, քեզ խնդրում եմ, ուզում ես բան բերեմ նստես, հա, ծառավ ես մի ջուր բերեմ, կնես հիմա սենց է ստացվել, հայտարարված չի եղել, ճիվաղը չեն հայտարարել, որ ինքը գնալու է, որ մարդիկ իմանային այդ ժամին գնային կամ չգնային, անակնկալի չեղան։ Չէ, ինքը նենցա գնացել, որտեղ գիտեր, որ կարող է հանկարծ ժամ հայտարարի, իրան դեռ դիմավորեին ինչ որ պետք է, ինչ որ ձևով պետք է։ Ոստիկաններ,
Հասկանաք, համազգեստն հենց է, որ դուք երևում եք փողոցում, էլի։ Դուք զգում եք, որ զզում է ժողովուրդը ձեզանից։ Այդ ձեզ ոչ մի բան չի ասում։ Այդ ձեզ հեչ բան չի ասում։ Դուք չեք հասկանում, որ այս ամեն ինչը տեսնում են ձեր երեխեքը, ձեր կանայք, ձեր բարեկամները, չգիտեմ, ձեր ծնողները։ Ոչ մի բան չի ասում ձեզ։ Հավատացեք, ես ոչ մի ցանկություն չունեմ ձեզ վիրավորելու, ձեզ նվաստացնելու։ Դուք էլ հայ եք, հայ ազգանում եք կրում, չէ՞, ասենք ձեր երեխեքը, իմ երեխեքը դպրոց են գնացել կամ գնում են, ես չգիտեմ։ Մեկ մի երկրի մեջ պետք է ապրենք։ Ի վերջո, սրանք բոլորը գնացող են։ Գոհ եք դուք ձեզանից։ Ասեմ, ես ամեն ինչի պատճառը դուք եք։ Դուք առաջին մեղավորներն եք, դուք եք պարում սրա։ Այդ ոնց եք դուք նայում եք ժողովրդին, ոնց եք վերաբերվում եք ժողովրդին, ոնց եք հետո նայելու եք ժողովրդի աչքերին։ Թե ձեր համար միևնույն է, ձեզ ինչ են ասում, ձեր երեխեքին ինչ են ասում։ Բայց չգիտեմ, բաները իմ գաղափարի մեջ ոչ մի ձև չի տեղավորվում այդ ամեն ինչը։ Կարող է իմ պրոբլեմն էլ դրա մեջ է, իմ ջերվեց ասել։ Եվ վերջում ուզում եմ հնարավորություն տամ այս տիկնոջը փակի հաղորդում Արցախի նկարներ։ Հայը հոգին է։ Ուր որ տնես ինձի ես հայ բրլամ։ Եվ ես վերջապես ցանցրացա, որ սուրիացի հայ, լիբանանցի հայ, ամերիկացի հայ, ոչ, ես հայ եմ։ 100 հայ եմ։ Հայը հոգին։ Սրանց ավել բան հնարավոր չի ասել։ Մենք էլ ենք հոգնել բաժանումից, մեզ բաժանել են տիրելու համար, մեզ բաժանել են ջլատելու համար, հիմա էլ են բաժանում, ինձ գրում են, ինչ եմ ստեղ ապրում, ինչ եմ ընդեղ ապրում, ինչևս ես այդ գրողներին պետք է ասեմ, հիմա ես Նյու Յորքում եմ ապրում, վաղ աշխատանքս տեղափոխվեց, չգիտեմ, Մոնրեալ, կարա Մոնրեալում գնամ ապրեմ, կարող Իտալիա գնամ ապրեմ, այսինքն իմ ապրելու տեղից կախված չի իմ գործունեությունը, իմ մտածելակերպը։ Ի վերջո, եթե մեր բոլորի նպատակը մեկն է, ինչ տարբերություն մարդը որտեղ է ապրում։ Եթե մանավանդ իր գործունեությունը կարող է մի քիչ ինչ-որ մի բանի օգնական լինի։ Դադարեցեք այս ոչ թե սահմանափակ, այս կործանարար ոչ միտեղ չտանող այս խոսակցությունը, եթե իհարկե ձեր նպատակը երկիր ունենալն է, որում ունես երկիր, որ անկախ քո սոցիալական ստատուսից, ֆինանսական հնարավորություններից, կուսակցական պատկանելությունից դու ունենաս ապրելու իրավունք, ընդ որում արժանապատվելու հնարավորություն եւ իրավունք, հասկանաք։ Իմ ուզածը դա է, ես չգիտեմ, ու ես ամեն ինչ անել եմ, որ շուտ գա։ Եվ կնոջ ասածը իր հոգնածուցիչ է արդեն, հոգնել ենք այս բաժանումներից, հայ ենք ու վերջ։ Այսօր համար այսքանը, լավ